Հայագիտության ոլորտում իրականացվող հետազոտությունները, միջազգային գործակցությունը, հայկական գրավոր ժառանգության պահպանումն ու նոր սերնդի մասնագետների ներգրավումը մեկ հարթակում։ Հուլիսի 22-ից 24-ը Մատենադարանում անցկացվող հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը համախմբել է աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանականների, գիտական հաստատությունների, հայագիտական եւ հոգեվոր կենտրոնների ներկայացուցիչների։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով 3 տարի առաջ ձևավորված նախաձեռնությունն արդեն կայացած հարթակ է, որտեղ քննարկումները վերածվում են գործնական ծրագրերի։ Կոնգրեսը ոչ միայն խոսակցության, այլ նաև գործի տեղ է, որտեղ մեր ասած յուրաքանչյուր միտք, մեր միասին ձևավորած յուրաքանչյուր ընկալում ունենում է իր շարունակությունը մեզնից յուրաքանչյուրի առաքելության եւ գործի մեջ, որպես մեզ առօրյա անելիք։ Ու կարծում եմ սա թերևս ամենակարևոր արդյունքներից մեկն է, որ արդեն իսկ արձանագրել է կոնգրեսը եւ որը վստահ եմ, որ շարունակելու է ել ավելի ամրապնդել, որովհետեւ ինչպես պարոն Խզմալյանը իր խոսքում նշեց, մենք երկար քննարկել ենք նաեւ այս կոնգրեսի շրջանակներում ձևավորվող ներուժը ավելի լավ օգտագործելու հնարավորությունները եւ վստահ ենք, որ այս 3 տարվա փորձառությունը մեզ տալիս է բավարար հիմք խոսելու նաև հայագիտության ոլորտում ավելի ինստիտուցիոնալ մոտեցումների ամրագրման եւ նաեւ դրա միջոցով ավելի հետեւողական աշխատանքի իրականացման համար։ Կոնգրեսում քննարկվելու են պետական քաղաքականությունը, միջազգային կենտրոնների խնդիրները, գիտական ծրագրերի ֆինանսավորումը, երիտասարդ հետազոտողների ներգրավումը եւ ձեռագրական ժառանգության պահպանումը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով առաջին կոնգրեսի ժամանակ ամբողջական պատկերացում չկար, թե աշխարհում քանի հայագիտական կենտրոն եւ մասնագետ է գործում։ 3 տարվա ընթացքում ձևավորվել է միջազգային ցանց, որի մասնակիցները ներկայացնում են ոլորտի խնդիրներն ու լուծման առաջարկները։ Եվ կոնգրեսը դարձավ այն հարթակը, որտեղ ամբողջ աշխարհից հավաքագրվում է տեղեկությունը, մարդիկ բարձրաձայնում են իրենց խնդիրներն ու մտահոգությունները, հանդես են գալիս նոր առաջարկություններով եւ ըստ էության կոնգրեսը դառնում է մի հարթակ, որտեղ պետական քաղաքականությունը համընկնում է կամ հանդիպում է միջազգային հայագիտական պրոցեսներին։ Սա մի կողմից կարող է կողմնորոշիչ նշանակություն ունենալ պետության համար, որոշարկելու իր հայագիտական հագիտության զարգացման ռազմավարության մեջ, մյուս կողմից մեծ հեռանկարներ է բացում միջազգային փորձագետներին ընդգրկելու մեր ծրագրերում, հայագիտական նոր դրամաշնորհներ սահմանել եւ գիտեք արդեն 2 տարի մենք վերլուծական շատ ամուր փաստաթղթեր ենք յուրաքանչյուր կոնգրեսից հետո ներկայացնում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը եւ հիմա արդեն այլևս մենք առաջարկել ենք նախարարությանը, որ կոնգրեսին տրվի հատուկ կարգավիճակ, որ կոնգրեսը նաեւ գործնականում հետամուտ լինի բոլոր այդ առաջարկությունների իրականացմանը, կյանքի կոչմանը եւ բարեբախտաբար ուրախությամբ պիտի ասեմ, որ կա քաղաքական որոշում իսկապես կոնգրես որոշելու հատուկ կարգավիճակով։ Նախորդ կոնգրեսի քննարկումից ծնված ծրագրերից է Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական հավաքածուի մշտադիտարկումն ու վերականգնումը։ Ծրագիրը մեկնարկել է օրեր առաջ եւ լինելու է շարունակական։ Այս տարվա կոնգրեսը նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին ընդգծել է Մխիթարյան միաբանությունը Հայաստանի եւ Իտալիայի դարավոր մշակութային կապերի կարևորագույն խորհրդանիշներից է։ Մխիթար Սեբաստացին բացառիկ մտավորական էր, որն իր կյանքը նվիրել է հայկական ժառանգության պահպանմանն ու գիտելիքի տարածմանը։ Նրա գործունեության ժառանգությունը շարունակում է ապրել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։ Նման հանդիպումները հնարավորություն են տալիս, որ գիտելիքը չմնա մեկուսացված, այլ տարածվի, հարստանա եւ փոխանցվի հաջորդ ծերունդներին։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու գրադարանում պահվում է շուրջ 150,000 գիրք եւ ավելի քան 4500 հայկական ձեռագիր։ Իտալիան աջակցում է հավաքածուն ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողություն միջազգային գրամատյանում ընդգրկելու նախաձեռնությանը։ Կոնգրեսի մասնակիցները 3 օր շարունակ կներկայացնեն գիտական զեկույցներ եւ կքննարկեն հայագիտության զարգացման հետագա ծրագրերը։ Սոնա Գիշյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։